Պարոն Էֆիաջյան, հույդա խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ընտրական օրենսգրքի ձեր նախաձեռնած արտահերթ նիստի հետ կապված ասաց, որ նախորոք իրենք մի քանի անգամ ասել են, որ համահեղինակ չեն միանալու Արարատ Միրզոյանի հետ եղել է համաձայնություն, բայց դուք դա հաշվի չառնելով նորից գնացել եք իրենց դուռը եւ փորձել եք այսպես ասած ճնշել, հանրային ճնշում գործադրել դրանով իրենց վրա։ Ինչ եք ուզում ճնշել հույդային, շնորհակալություն։ Ես ձեր հարցը որպես այդպեսին ճնշելու մեկնաբանելու տեղին չեմ համարում, սա նախաձեռնություն է Ծառուկյան խմբակցության կողմից եւ ելքի մեր գործընկերների կողմից ըստ էության, ինչի հետ կապված մենք բազմաթիվ առիթներ ունեցել ենք հրապարակային խոսելու եւ ներկայացնելու, որ Հայաստանի Հանրապետությունում նոր ընտրական օրենսգիրք ունենալը դա հրամայական է եւ այս պահանջը նաեւ ձևակերպում են արտախորհրդարանական քաղաքական ուժերը եւ հաշվի առնելով նաեւ նախկին ընտրական օրենսգրքի կիրառության մեջ արդեն իսկ արձանագրած խնդիրները եւ բացերը գտնում ենք, որ այլևս նոր իրականություն է Հայաստանի Հանրապետությունում եւ նոր իրականությունում նոր ընտրական օրենսգրքով գնալը եւս պահանջ է եւ մի կարեւոր հանգամանքի հետ կապված էլ անդրադառնամ Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրային դրույթներում մենք շատ հստակ ամրագրել ենք դեռևս 2007 թվականի համագումարում քաղաքական խորհրդի նիստում, որ մենք կողմնակից ենք համամասնական ընտրական ցուցակով օրենսգիրք ունենալու եւ նման սկզբունքներով Հայաստանում ընտրություններ անցկացնելու գաղափարին եւ անցումը կատարել փուլային տեսքով։ Երկուշաբթի օրը մեր նախաձեռնությամբ արդեն իսկ կհրավիրվի արտահերթ նիստ, որտեղ ակնկալում ենք եւ բովանդակալից քննարկում եւ համապատասխանաբար դրական քաղաքական վերաբերմունք։ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում մեղադրեց լրագրողներին, որ շատ անաղուհաց են, փոխանակասեն հալալայքես Ծառուկյան ջան, իրենց թույլ են տալիս մի քանի այդպես հարցեր ուղղել իրեն, դուք էլ եք գտնում, որ լրագրողները անաղուհաց են։ Ձեր ձևակերպման մեջ դուք որոշակի լարվածություն կամ որոշակի երանգներ եք ուզում հաղորդեք, մեր քաղաքական թիմի բոլոր ներկայացուցիչներով Հանձինս նաև մեր քաղաքական թիմի ղեկավարի Գագիկ Ծառուկյանի մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք լրագրողների հետ, աշխատանքային մթնոլորտ կա, փոխադարձ հարգանք կա եւ խոսքը գնում էր այն մասին, որ կատարված բազմաթիվ ծրագրեր կան, աշխատանքներ կան, ինչի հետ կապված երբևիցե վերլուծություններ կամ պարզաբանումներ կամ լուսաբանման առիթ չեն սարքում որոշ լրագրողներ, բայց միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ այն աշխատանքները, որոնք որ իրականացնում է Գագիկ Ծառուկյանը եւ մեր քաղաքական թիմը, դա տեսանելի է մեր երկրի քաղաքացիների համար, մեր ժողովրդի համար եւ այն բոլոր մարդկանց համար, ովքեր ցանկանում են տեսնել այդ աշխատանքը։ Տեսեք, հարցի հետ կապված ես ինքս պարզաբանեցի, այստեղ նյարդայնանալու կամ ինչ-որ այս ձևակերպումներով տեղին չեմ համարում ձևակերպումը, ճիշտ հասկացեք, այստեղ խոսքը գնում էր, որ երբևիցե հարցեր չեն գալիս կատարված աշխատանքի հետ կապված եւ դուք որպես լրագրող կարծում եմ նաեւ ականատեսն եք լինում բազմաթիվ անգամներ, երբ որ լրագրողների կողմից ոչ թե տեղեկություն են ուզում ստանալ, երկրում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական կարևորագույն գործընթացների հետ կապված, այլ փորձում են սադրանքի, մարդուն հունից հանելու, նույն հարցը 5-6 անգամ ձևակերպելով տարբեր ձևերով իրավիճակ կամ մթնոլորտ ստեղծել։ Մենք մեր երկրում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք այսօր էական մեր օրակարգի առաջնահերթ հարցեր են, առաջիկայում սպասվում են քաղաքական լրջագույն գործընթացներ, մենք մեզանից յուրաքանչյուրն պետք է կենտրոնանա այս աշխատանքների, այս գործընթացների հետ կապված, որպեսզի այն տրամաբանական պահանջը, որ ձևակերպել է մեր ժողովուրդը, մենք կարողանանք հուսախաբ չանել։ Տեսեք, ըստ էության քաղաքականության մեջ ամեն ինչ պետք է տրամաբանված լինի եւ կա քայլերի հերթականություն որպես այդպիսին
այսօրեական մենք գտնում ենք առաջնահերթ քայլը իրավական եւ քաղաքական այս լուծման ճանապարհը, որը որ այդ որպես այդպեսին արդեն իսկ ուրվագծված է, հասցնել իր տրամաբանական կետին, հասնել այն հանգուցալուծմանը, որ խորհրդարանը իրավունքի ուժով լուծարվի, գնանք նոր խորհրդարանական ընտրությունների, ցանկալի է նաև այս հարցում մեկ անգամ եւս կրկնում եմ, որ նոր ընտրական օրենսգրքով եւ նոր որակներով մենք կարողանանք թե քարոզարշավ, թե ընտրություններ կազմակերպել եւ այդ հարցը ըստ էության որոշում է եւ լուծում է մեր ժողովուրդը, մեր ժողովրդի պահանջն է եւ որ քաղաքական ուժը ինչպիսի մասնակցություն կունենա խորհրդարանում, այդ հավակնությունից էլ կախված կլինի հետագա մնացած զարգացումները։ Բայց ձեզ ինչու է թվում, որ մենք իհարկե մենք Հայաստանի Հանրապետությունում այնպիսի պաշտոն չկա, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որպես այդպիսին թեկնածու կադր չունենա։ Ամեն ինչ իր ժամանակին։ Ես ասացի, քայլերի հերթականություն կա եւ շտապողականությունը ոչ մի լավ բանի չի բերում։ Պարոն Էֆիաջյան, քիչ առաջ Գիտեք ինչպես, քաղաքականությունը իր մեջ ունի տրամաբանություն եւ անկախ նրանից ինչպիսի քաղաքական մթնոլորտ կա Հայաստանի Հանրապետությունում, ինչպիսի արդյունքներ գրանցվել են վերջի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակահատվածում, ես չեմ կարողանում ինքս անձնավորված ընդունել, որ քաղաքական ուժը մասնակցում է պայմանական վերցնենք, քանի որ խոսվում է 4 հնարավոր քաղաքական ուժերի մասնակցության մասին, ինքը հավակնում է 4-րդին կամ 3-րդին կամ 2-րդին, այսինքն քաղաքական ուժը պետք է ձգտի առավելագույնս մասնակցություն ունենա, առավելագույնս իր ծրագրերը լավագույնս ներկայացնի ժողովրդին, իր կադրային պոտենցիալը լավագույնս ներկայացնի ժողովրդին եւ փորձի ներկայացնել իր փոփոխությունները իզորով իրականացնել։ Մենք պայքարելու ենք առավելագույնս ձայներ ունենալու, առավելագույնս հանրամատչելի ներկայացնելու մեր ծրագրերը եւ մեր անելիքները։ Ես եմ հասկանում, որ քիչ առաջ ելքի ներկայացուցիչը ասաց, որ իրենք երկրորդ տեղում են լինելու նոր խորհրդարանում։ Դուք ինչ խնդիր եք դրել ձեր առաջ, որտեղ է համարեք պայքարելու։ Այսինքն ելքի ներկայացուցիչ դուք ում նկատի ունեք։ Գիտեք ինչպես յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացուցիչ եւ քաղաքական ուժ իր իրավունքն է ներկայացնել, թե նա ինչպիսի հավակնություններ ունի։ Ես գտնում եմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շատ մեծ կադրային պոտենցիալ ունի, ծրագրային մեծ պոտենցիալ ունի եւ մեծ հավակնություններ բնականաբար ունի, բայց այս հավակնությունները իրական տերը մեր ժողովուրդն է եւ ում ինչ ձևաչափով կգործուղի խորհրդարան, այդ ձևաչափով էլ նրանք հետագայում իրենց գործունեությունը պետք է ծավալեն։ Պարոն Էֆիաջյան, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ձեր ցուցակում լուրջ փոփոխություններ են լինելու, այսինքն հնարավոր է, որ դուք Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը չլինեք ցուցակում կամ գուցե լինեք, բայց ոչ առաջին տեղերում եւ օրինակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է գլխավորելու իրենց ցուցակը, Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ձեր ցուցակը։ Ես ձեզ մի բան ասեմ, որ քանի որ անուններով եք ասում, բնականաբար ես ասեմ, ինձ համար Նաիրա Զոհրաբյանի կամ պարոն Մելքումյանի համար որևիցե գործողություն ինքնանպատակ չէ եւ մեր քաղաքական թիմը, քաղաքական խորհուրդը ոնց կորոշի, այդ որոշումը մեր համար ընդունելի կլինի որպես այդպեսին եւ բնականաբար ես ինքս համարում եմ եւ մեր ամբողջ քաղաքական թիմն էլ համարում է, որ կուսակցության ցուցակը պետք է առաջնորդի բնականաբար անձամբ Գագիկ Ծառուկյանը։ Մենք գնում ենք առավելագույնս մասնակցելու։ Մենք քայլերի հերթականություն ենք սահմանել եւ որպես այդ քայլերի հերթականության առաջին քայլ տեսնում ենք երկուշաբթի օրը տեղի ունեցող արտահերթ նիստը, որտեղ պետք է որպես հիմնական խաղի կանոն ներկայացնենք նոր ընտրական օրենքի նախագիծը։ Սա առաջին քայլն է։ Դրանից բխող մնացած հետևանքներով ես կրկնվում եմ, առավելագույնս փորձելու ենք ներգրավվածություն ունենալ մեր երկրի քաղաքական կյանքին, որովհետև գտնում ենք, որ մեր քաղաքական թիմը իզորու է երկրում ծանրացած բազմաթիվ խնդիրների լուծում տալ, գտնում ենք, որ մեր թիմը իրատեսական ծրագրեր է ներկայացնում,
լայն կապեր ունի ամբողջ աշխարհով մեկ եւ այս ամբողջ պոտենցիալը դրական է անդրադառնալու թե մեր պետականության, թե մեր ժողովրդի համար։ Ինչպիսի հավակնություն կունենանք, դա մեր ժողովրդի խոսքն է լինելու, կարծիքն է լինելու քվեի տեսքով։ Ես քիչ առաջ էլ ասեցի, անտրամաբանական եմ համարում այն քաղաքական ուժը, որ մասնակցում է պայմանական 4-րդ տեղի համար կամ 3-րդ տեղի համար։ Մեկի ասածը չեմ ուզում վերլուծել կամ մեկնաբանել, մեր դիրքորոշումը ձեզ ներկայացնեմ, որ Արցախի հանրապետության հարցում մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, ընդ որում բանակցային կողմ միանշանակ որպես այդպեսին, որքան էլ հարևան հանրապետությունը չցանկանա տեսնել Արցախի հանրապետության իշխանություններին, առանց Արցախի ժողովրդի կամարտահայտման այս խնդիրը չի կարող լուծվել որպես այդպեսին։ Եվ Ռուսաստանի Դաշնության մասով գտնում ենք, որ նախկինում, ներկայում եւ ապագայում էլ Ռուսաստանի Դաշնությունը կա եւ լինելու է մեր ռազմական հիմնական գործընկերը, տնտեսական հիմնական գործընկերը եւ գտնում ենք, որ այս հարցում մենք բավականաչափ մեծ չկիրառված, չօգտագործված պոտենցիալ ունենք, որը որ առաջիկայում պետք է լավագույնս կիրառենք, չբացառելով նաեւ զարգացում եվրոպական ընտանիքի պետությունների հետ եւ աշխարհում բոլոր այն հնարավորությունները, որոնք որ պետք է դրական անդրադառնան մեր ժողովրդի, մեր պետության վրա, մենք պետք է կարողանանք ճկուն քաղաքականություն վարելով մեր գործունեությունը ծավալել։ Մեկ է մի բան ասեմ, on-line որ գնում է, լրագրողների ձայնը չի լսվում։ Չէ, ուղի եթերի համար եմ ասում։ Շնորհակալ եմ հարցի համար, ձեր հարցի վերջից գամ եւ Գագիկ Ծառուկյանի բոլոր բացակայությունները խորհրդարանում հարգելի են եւ նա այս ժամանակահատվածում չկա այնպիսի մի գործընթաց, որը որ իրականացվում է մեր խմբակցության կողմից, որի հետ կապված նա պատշաճ տեղեկացված չլինի, իր խոսքը կարծիքը յուրաքանչյուր հարցի հետ կապված ասած չլինի Եվ այս հանգամանքը հաշվի առնելով տեղին չեմ համարում զուտ ներկա գտնվելու ֆիզիկական կարծիք ասելու կամ չասելու հանգամանքը, որովհետև մենք թիմ ենք եւ թիմի ներկայացուցիչներով արտացոլում ենք ամբողջական մեր կարծիքը եւ դիրքորոշումը, իսկ գործունեության մասով վստահաբար ձեզ ասում եմ, անկախ նրանից, որ պաշտոնյան կամ պաշտոնակատարը ինչ հայտարարություն որ անում է Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի օրենքի գերակայություն, անկախ նրանից որ քաղաքական ուժն է ներկայացնում կամ քաղաքական ուժ չի ներկայացնում, յուրաքանչյուրի համար գործունեության մասով պետք է լինի օրենքի գերակայություն։ Ինչի հետ կապված մենք բազմաթիվ անգամներ առիթ ունեցել ենք հրապարակային ասելու եւ որևիցե խնդիր մենք մեր մասով չենք տեսնում։ Շնորհակալություն։
կապված։ Վարչապետը իր ելույթում ասաց, որ իր համար անհասկանալի է, թե գործարարը ինչի պիտի մտնի խորհրդարան։ Ինձ հետաքրքրում է, ձեր խմբակցությունում բավականին շատ գործարարներ կան։ Չեք բացատրի մեզ, նրանք ինչու են մտել խորհրդարան, ինչ են արել խորհրդարանում, ինչ հարց են լուծել, ինչ խնդրի համար են մտել։ Շնորհակալ։ Տեսեք, կարծում եմ միշտ խորհրդարանական ընտրություններից առաջ այդ հարցը առաջանում է եւ դուք ինքներդ որպես լրագրող կաշկանդված չեք յուրաքանչյուր падգամավորին անկախ նրանից որ քաղաքական ուժն է ներկայացնում իրեն այդ հարցը ուղղելու եւ այդ падգամավորն էլ պատասխանի իր ընտրողների առջեւ եւ ժողովրդի առհասարակ առջեւ այս տարիների ընթացքում ինչ է արել կամ չի արել կամ ինչ կարող էր անել եւ չի արել Ես գտնում եմ, որ մեր խմբակցության ներկայացուցիչներով մենք արել ենք առավելագույնս եւ գործարար ձևակերպմամբ հանդես գալն էլ տեղին չեմ համարում, օրեր առաջ նաեւ հայտարարությունների տեսքով ամենատարբեր մեկնաբանությունները եղավ, գիտեք, որ օրենքի տառին համապատասխան падգամավորները լինելով խոշոր սեփականատեր կամ տարբեր ձեռնարկություններ ժամանակին հիմնելով նրանք անցնելով խորհրդարան կառավարման են հանձնում այս կամ այն անձին կամ կազմակերպությանը ինչի հետ կապված օրենքի տառը պաշտպանվել է, պահպանվել է պատշաճ կերպով։ Ես ձեզ կրկնում եմ, օրենքի տառը չի խախտվել, իսկ դուք ում ցանկանում եք ձեր հարցերը ավելի մանրակրկիտ ներկայացնել կամ եթե ինչ-որ падգամավոր կա, որ դուք որոշակի տեղեկություն ունեք, որին ես չեմ տիրապետում, ձեր իրավունքն է տվյալ падգամավորին մոտիկանալու, ներկայանալու եւ համապատասխան հարցերը հղելու։ Տեսեք, Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարն է եւ Ծառուկյան խմբակցության ղեկավարն է։ Դուք որպես լրագրող կարծում եմ այդ հարցը պետք է չտայիք եւ ամենալավագույն ձևակերպումը նաեւ վարչապետի պաշտոնակատար տվեց, որ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է։ Բայց նա падգամավոր է։ Այո, իսկ արգելվում է, որ падգամավորը պետք է սեփականություն ունենա կամ սեփականության իրավունք ունենա։ Նրան ավելացած հանրության մեջ տեսնեմ որպես խոշոր սեփականատեր հանդես գալու։ Ոչ որպես падգամավոր։ Դա ձեր անձնական կարծիքն է, իրողությունը դրանից չի փոխվում։ Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարն է, Ծառուկյան խմբակցության ղեկավարն է, ՀԱՕԿ նախագահն է, ընդ որում Գագիկ Ծառուկյանի կողմից յուրաքանչյուր նախաձեռնություն իր ծավալներով, որպես այդպիսին փաստերով ենք խոսում, նախադեպը չունեցող որպես փաստ է արձանագրվում Հայաստանում եւ որպես ոլորտ պետք է առանձնացնեն տարբեր տարիների ընթացքում ամենատարբեր ձևակերպումներն են եղել, գնահատականներն են եղել, բայց Հայաստանում մեկ ոլորտ կա, որ զարգացում է ապրում, հաջողություն ունի, դա սպորտի ոլորտն է, որտեղ մենք ունենք աշխարհի չեմպիոններ, ունենք Եվրոպայի հաղթանակիրներ, մեդալակիրներ ունենք Օլիմպիադայի եւ բազմաթիվ մրցանակակիրներ։ Սա որպես փաստ է եւ արդյունք է Գագիկ Ծառուկյանի կողմից ծավալող գործունեության վերաբերյալ։ Մնացածը կարող են ամենատարբեր մեկնաբանությունները լինել։ Պարոն Էնֆիաջյան, ներողություն, մեկ հարց, ըստ ձեզ падգամավորը իր գործունեությունը ավելի շատ խորհրդարանում պետք է ծավալի, թե դրսում։ Падգամավորը իր գործունեությունը պետք է ծավալի քաղաքական դաշտում եւ քաղաքականությունը պետք է միտված լինի պետականության ամրապնդման, ժողովրդի բարեկեցության հետ կապված։ Ինչի հետ կապված մենք առիթ ունեցել ենք որպես ազգային ժողովի падգամավորներ անկախ խմբակցությունից երթվելու եւ լավագույնս մեր խմբակցության ներկայացուցիչները իդեմս Գագիկ Ծառուկյանի իր երթման խոստումին հավատարիմ գործունեություն ծավալել են։ Շնորհակալություն։